Ընդդիմադիրները պնդում են, առաջիկա ընտրություններից առաջ ձերբակալություններ են արվում իշխանության հաղթանակի շանսերը մեծացնելու համար։ Արմատական ընդդիմության գլխավոր երկու մարդկա, ովքեր դատապարտված չեն, եւ նրանց նկատմամբ գործընթացներ կան, եւ նույնիսկ կալանավորված չեն, անգամ ազատություն ունեն, կարող են Հայաստան լքել, վերադառնալ, խոսքը Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի մասին է։ Ռադար Արմենիայի հետ զրույցում քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը նշեց, եթե հիմք ընդունենք ընդդիմության պնդումը, այդ դեպքում Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը արդեն իսկ պետք է կալանավորված լինեին։ Ակնհայտ է, որ այս փաստը ցույց է տալիս, որ իրենք ճիշտ չեն խոսում։ Ինչ վերաբերում է նրան, որ կանոնավորված են օրինակ Դավիթ Համբարձումյանը, Վարդան Ղուկասյանը, ում արդեն ասացինք, մարդիկ կանոն նկատմամբ քրեական գործային հարցից փախել են Հայաստանից, մենք ունենք մի նախկին պաշտպանության նախարար փախել է Հայաստանից եւ խրոխտ հայտարարություններ անում Ռուսաստանից, բայց լավ կլիներ, որ այդ քարտի ծախելն վերադառնալ եւ կարողանան պատասխան տալ օրենքի առաջ։ Քաղաքագետի խոսքով նշված մարդիկ անցնում են քրեական գործերով, որը նշանակում է մեկ բան. արմատական ընդդիմադիրները միտումնավոր են այդ մարդկանց հնարավորություն տալիս, որ լինեն լիդերներ։ Միտումնավոր են այդ մարդկանց հնարավորություն տալիս, որպեսզի նրանք լինեն լիդերներ, իմանալով, որ նրանց նկատմամբ քրեական գործային հարուցվելու, որ նրանք հանցագործություններ են կատարել, գուցե իրենք գիտեն, որովհետեւ ես չգիտեմ, եւ դրանից հետո երբ նրանք ձերբակալվում են, կարողանան հայտարարել, թե տեսեք ձերբակալեցին մեր լիդերներին։ Իսկ եթե իրականում լիդերներին ձերբակալում էին, իմ նշած երկու անձինք պիտի առաջինը լինեին ադազատության մեջ։